Ողջույն բարեկամներ, այսօրվա նորություններն այնքան շատ են եւ լավ եւ բազմազան եւ շատ հետաքրքիր, որ նույնիսկ չգիտեմ ինչով սկսել։ Երևի սկսեմ ամենակարևորով, որ Ամերիկայի Միացյալ Նահանգների կոնգրեսում կդրվի քննադատության 3 հիմնական բանաձև։ Այս մասին հայտնում է կիզակետ IM։ Ինչի մասին է խոսքը։ Դրանք բանաձևեր են, որոնք ուղղված են Հայաստանի անվտանգության պաշտպանությանը եւ Ադրբեջանից հաշվետվություն պահանջելու, դա շատ կարևոր է, իրականացված ցեղասպանական գործողությունների համար։ Այդ մասին մեզ ասել է ԱՄՆ Հայ դատի հանրախմբի մամուլի խոսնակ Եղիսաբեթ Տուրջյանը։ Տեսնենք ինչի մասին է խոսքը։ Հայաստանում խաղաղությունը կարող է լինել միայն արդարության վրա։ Բրավո, հոյական ձևակերպումը։ Եթե դիմացի երկիրը, որը շարունակում է ցեղասպանական գործողություններ, շարունակում է Երևանը ադրբեջանական հայտարարել, շարունակում է զորք պահել Հայաստանի տարածքներում, ապա երկարատև խաղաղությունն անկարելի է։ Սա հասկանում են Ամերիկայի Միացյալ Նահանգներում, Այգատում, բայց չեն հասկանում Հայաստանի կառավարությունում եւ կառավարամերձ ասեմ դրանք վերլուծաբաններ, հա, մի խոսքով վարձկանները չեն հասկանում։ Չուրջյանի խոսքերով ներկայացված բանաձևերն ուղղված են միաժամանակ մի քանի առանցքային նպատակների՝ դադարեցնել ԱՄՆ-ի ռազմական աջակցությունը Ադրբեջանին, արագացնել ռազմագերիների վերադարձի գործընթացը, երաշխավորել Արցախի ժողովրդի վերադարձի իրավունքը, ինչպես նաև քննարկել Ադրբեջանի դեմ պատժամիջոցների կիրառման հնարավորությունը։ Սա Հայդատը իր վրա է վերցրել փաստորեն Հայաստանի արտաքին գործերի նախարարության ֆունկցիան։ Շնորհակալ եմ։ Այս բանաձևերը զորակցություն ունեն թե դեմոկրատ, թե հանրապետական կոնգրեսականների կողմից, ասել է խոսնակը։ Նշված ուղղությամբ վերջին լուրջ քայլերից է 25 թվականի օգոստոսին ԱՄՆ կոնգրեսի ավելի քան 80 անդամների կողմից Սպիտակտանը հղած նամակը, որտեղ պահանջ է դրվել ռազմագերիների խնդիրը դարձնել առաջնահերթություն ԱՄՆ-ի եւ Ադրբեջանի հարաբերություններում։ Սպիտակ տունը պատասխան նամակով համաձայնվել է, որ հայ ռազմագերիների ազատման հարցը առաջնահերթություն է, ինչպես նաև Արցախի ժողովրդի վերադարձի հարցը շարունակվող բանակցությունների շրջանակում իրենք անհրաժեշտաբար առաջ են մղելու։ Իհարկե չեն անում եւ առանձնապես ես իրենց դանում մեղադրելու բան չունեմ, որովհետեւ ով է պահանջատերը։ Հայաստանը, ոչ թե Ամերիկայի Միացյալ Նահանգները։ Այսինքն եթե բան կա պահանջելու, դա պետք է Հայաստանի կառավարությունից պահանջել։ Մենք դա համարում ենք դրական քայլ, բայց աշխատանքը շարունակվում է, ընդգծել է Չուրջյանը։ Ըստ նրա, այս պահին կոնգրեսում շրջանառության մեջ գտնվող հիմնական աշխատանքը կենտրոնացված է 3 բանաձևերի շուրջ՝ Հայաստանի անվտանգության ապահովում եւ Ադրբեջանի ագրեսիայի կանխում, Արցախի ժողովրդի վերադարձի իրավունքի պաշտպանություն, 907 բանաձևի ուժեղացում Ադրբեջանի ռազմական օգնությունը սահմանափակելու համար։ Բացի այդ, քննարկում է նաև մեկ այլ նախաձեռնություն կապված հայոց ցեղասպանության թեմայի դասավանդման հետ։ Այսինքն այն ինչ որ Հայաստանում կատարվում է հակառակ ուղղությամբ, Հայդատը որոշել է ակտիվացնի Ամերիկայի Միացյալ Նահանգները։ Հաջորդ շաբաթների ընթացքում մեր աշխատանքը ել ավելի կընդլայնվի, եզրափակել է Հայդատի հանձնաժողովի մամլո խոսնակը։ Շնորհակալություն բոլորիդ, աջակցություններս եմ հայտնում եւ վստահ եմ ոչ միայն եւ ես, այլև շատ շատերը իրենց հնարավորությունների սահմաններում եւ մի բան են կողմ, ամեն ինչ կանեն, որ օգտակար լինեն մեր այս ընդհանուր գործին։ Ես ուզում եմ ասեմ, որ հայերը որ բարկանում են կաշառով մեկ, այսպիսի բաներ ասած։ Եվ այսպես երևի հիշում եք ես դոկտոր Մեհմեդ Օզի, որ հայերի մեղանում էր գողությունների մեջ, Թալանի խարդախությունների կներեք։ Եվ հայերս ինչ են պարզել։ Պարզել են, որ նույն դոկտոր Օզը Մեհմեդը մեղադրվում է մի շարք խարդախությունների մեջ։ Օրինակ, կանաչ սուրճի գովազման եւ նրա սխալ ներկայացման մեջ, ինչը իբր ազդում է մարդկանց քաշը կորցնելու եւ այլն եւ այլն։ Հիդրոքլորիդ ինչ որ դեղա, որը առաջարկվել է
իր կողմից եւ պրոմոտարվել, գովազդվել է COVID-19-ի ժամանակ։ Մի խոսքով, սա մեղադրվում է բազմապիսի խարդախությունների, խարդախ թեմաների, սխեմաների մեջ մասնակցություն ունենալով։ Ստեղ են ասում, հանգիստ նստած էիր քո համար, էլի։ Քո ինչին էր պետք, եկար մատդ մցրեցիր մեղվի մունը։ Շնորհակալություն քո բզբզելու համար, հակառակ դեպքում հայերս այդ լիթուրգիական քնից երևի չարթնանայինք։ Այս երկու իրադարձություններն ինչ է մեկ շարքում ներկայացում, որ Հայաստանում ապրողներս, ես էլ եմ ինձ Հայաստանցի համարում, Հայաստանում ապրողներս վստահ լինենք, որ մենք մենակ չենք, մենք դուք չեք պատկերացնի ինչ ռեսուրս ունենք իրականում։ Սա անպատկերացնելի ռեսուրս է որակական, քանակական եւ ֆինանսական իմաստով։ Այն ինչ որ Սփյուռքը կարող է անի, դժվար է տես ժողովուրդ գտնել հրեաներից բացի, որ նույն հնարավորություններն ունեն։ Իմիջիալոց երեք ես ժամագործի մոտ էի, խնդրով հրեա էր, լրիվ հրեա, այն հրեա, որ բոլոր տեղերը իբրիտով էր գրել, ես որ մտա, ինձ տված բանը, սենագոգ եմ մտել, խոսացինք ես կողմ եկով հարցեց որտեղից ես, ակցենտից ես երևի ուզում էր հասկանալ ես հրեա եմ թե չէ, ես ասի Հայաստանից եմ, վայ մի ուրախացա, մի բան ասում իքտել Ուզբեկստանի փակցում Բուխարեի հրեայից, Բուխարսկիներն էի, բայց համերը ռուսերեն չէր խոսում։ Սկսեց անեկդոտներ պատմել հայերի եւ հրեաների մասին, թե հայերի մասին ինչեր են խոսում աշխարհում։ Ասում ասա, գիտեն, բոլորը գիտեն, հրեաներն են խելոք, բայց ոչ մեկ չգիտի, թե հայերը ինչեր են անում, ասում մենք հրեական համայնքներով միշտ հանդիպում ա լինում, քննարկում ենք, մենք օրինակ ենք բերում հայերի։ Ես էլ ասենց միամիտ դեմքով լսում եմ, բայց ես այդ պատմությունը գիտեմ, ինչքան հրեա ընկերներ ունեցել են, միշտ մեզ են օրինակ բերել, մենք իրանց ենք օրինակ բերում, իրանք մեզ։ Երկու ստեկ ճշմարտություն կա, երևի փուլային ա ուղղակի մեր մոտ ստաբիլ չի, հա, եթե իրոք մենք այս փուլայինը դարձնենք ազգային գաղափարախոսություն, այսինքն ոչ թե դա լինի փուլային ակտիվացում, փուլային քաղաքական ակտիվությունը, այլ դա լինի ազգային գաղափարախոսություն, այլ երբ որ դառնա քաղաքականությունը պարտադիրը ազգային գաղափարախոսություն, ես ես վստահեցնում եմ, շատ լավ կլինի մեր համար եւ շատ վատ մեր թշնամիների համար։ Մեր ամենամեծ թերությունը դա խելքը չի, ֆինանսները չեն, կազմակերպվածությունը չի, ամենամեծ թերությունը մեր ապաքաղաքական լինելն է։ Ապաքաղաքական լինելը ինչ է նշանակում քաղաքական լինել։ Քաղաքական լինել նշանակում է վերցնել պատասխանատվություն քո միջավայրի համար։ Ապաքաղաքական լինել նշանակում է չվերցնել պատասխանատվություն քո միջավայրի, քո հայրենիքի, քո մի խոսքով իրավունքների համար։ Սա մեր ամենամեծ թերությունն եմ համարում ես, բայց այս վերջի շրջանի ակտիվությունը որ տեսնում եմ, ես հասկանում եմ, որ ոնց որ թե ինչ որ բան ա ուզում փոխվի, անկեղծ ուզում եմ դրան հավատամ եւ դրան շատ նպաստում են մեր թշնամիները եւ մեր ներսի թշնամիները։ Եթե հիշում եք, երեք էլի հայդատի հայտարարությունների մեջ կար ներքին թշնամի արտահայտությունը, որը իրականություն է։ Գնանք առաջ։ Բոլորդ հիշում եք երևի, ես բազմիցս ցույց եմ տվել խոսացել եմ, Սևուկ բան կա, բլոգեր կա, լրագրող այն իրականում բլոգեր չի, շատ է պոպուլյար Ամերիկայի Միացյալ Նահանգներում, որը շատ անդրադառնում բոլոր խնդիրներին, մասնավորապես Իսրայելի ցեղասպանության եւ այլն։ Ես այսօր կարճ հոլովակ տեսա, որտեղ ես լսեցի մեր անունը, բայց ինքան կարճ էր։ Ինքը մտածեցի ճիշտ կլինի եւ ամբողջական տեսանյութ գտնել եւ ի ուրախությունից եւ բանը թերթելու ժամանակ տեսա որ Անի Թովմասյան անունով օգտատեր իմ ընկերներից անդրադարձել է դրան։ Չգիտեմ ես ընկերների մեջ թե չէ, ինչ-որ Անի Թովմասյանը անդրադարձել է դրան ամբողջական, եւ ես որոշեցի որ փոխանակ ես մեկնաբանեմ Քենդես Օուենսին, ավելավա ես ուղղակի ցիտեմ
անին, որի հետ լրիվ ես համաձայն եմ։ Եվ այսպես այո, Էփշենի ֆայլերում Հայաստանի վերաբերյալ արտառոց բաներ չկային, միայն այցել դեպի Հայաստան Նորվեգիայի դերիշխանի կողմից։ Թե նա ինչու էր գտնում Էփշենի կղզի իր երկու տղաների հետ, դա ինքը կիմանա։ Թե կղզի գնալուց հետո առաջին ինչու էր եկել Հայաստան, Վրաստան, էլի ինքը կիմանա։ Բայց մեզ հստակ պարզ է դառնում օլորի Էփշտեյնի նմանին բուծել են էլիտաները, տեսեք։ Ինչ է նշանակում ես մեկը խոսում եք, չես ամասը։ Սրանք են այսօր կառավարում ամենակարևոր ու մեծ բանկերը, էլիտաները, դեղագործական ընկերությունները, սրանք են վիրուսներ ստեղծում, պատերազմներ հրահրում, Էփշտեյնի կլիենտներն են անում գունավոր հեղափոխություններ եւ այլն։ Սրանք են պաշտում սատանային, բայց ասում են նույնիսկ չեն ցածնում դրանցի։ Եվ սրանք էլ հենց այսօր փորձում են հայի հին ինքնությունը քանդեն եւ նոր հայ ստեղծել։ Ինչու է Անի Թոմասյանը ասպես կարծում, ներքևում ինքը բարձել է ավելի։ Եվ համարել, որ չկա վտանգ այս ֆայլերի սխալ է, հին ազգերից, որ դեռ էլիտան կենտրոն չունի, մնացել է Իրանը, դա ճիշտ է։ Իսկ հին ցիվիլիզացիայից մնացել ենք մենք ու մի քանի երկիր։ Ու մեր միջի այդ հինը այսօր շատերին խանգարում է, ներառյալ խանգարում է մեր իշխանությանը։ Սա կատաստրոֆա է։ Եվ սրանով պայմանավորված վստահ եմ, որ այս իշխանության ականջները քաշող չկա, այսքան հանցագործություններից հետո նորմալ եկեղեցու նկատմամբ։ Եվ դրա համար պիտի ճանաչենք մեր ինքնության թշնամիներին։ Ոյակապասվածին։ Եվրոպան էլ է հին ցիվիլիզացիա, բայց նրան փոխեցին, դրա համար Եվրոպան այսօր լրիվ այլ վիճակի մեջ է։ Ֆրանսիայի օլիմպիադան դա ձեզ վկա։ Ամերիկայի հնդկացիներին վերացրեցին, պահեցին մի երկու սիմվոլիկ։ Չինացին հին են, բայց ինքնությունը մատերիայի մեջ է հիմա։ Նյութական աստվածը։ Մենակ մենք ենք, որ կռիվ ենք տալիս, որ չվերանանք ասորիների պես։ Մեր կռիվը այնքան մեծ է ինքնության, որ չենք հասցնում շնչենք ու ոտքի կանգնենք, բանակ զարգացնենք։ Դրա համար մեր պապերը հոգևոր արժեքների վրա են շեշտ դրել, գիր ու գրականություն են ստեղծել։ Այնքան խելացի են մեր նախնիները, արյան գնով ինքնություն են պահել, որ Նիկոլը գա ու իր խմբակով մեզ համոզի, որ թուրքը բարեկամ է։ Ես անուղակի ուզում եմ ավելացնեմ, որ դատելով այն պատերազմներից, որոնք հրահրեցին այդ էլիտաները չակերտավոր, հա, դրանք սկզբից իրաքներ։ Ինչ էին անում իրաքում երբ հիշում էի։ Վերացնում են ցիվիլիզացիայի բոլոր հետքերը։ Պայթեցնում էին գրադարանները, թանգարանները։ Ես այն ժամանակ որ նայում էի, չէի հասկանում, սրանք ինչ են անում ու ինչի են անում, ես այսօր հասկանում եմ։ Դրա համար էլ ես միշտ ասում եմ, սրանք ամենամեծ փորձարկումները սկզբից ամեն Հայաստանի վրա հետո տեղափոխվում են այս փորձարկումները։ Ցեղասպանություն լինի, էթնիկ զտում լինի, ինքնության վերացում լինի։ Ես պատահական սա չեմ ասում։ Սա իմ ինտուիցիան էր ինձ հուշում, բայց այս դեպքերի համադրությունը, որ այսօր մենք նայում ենք, հասկանում ենք, որ այս էլիտա կոչվածները, այս պիղծերը իրականում իրոք սան քանդում են ամենաարժեքայինը, առաջին փորձարկում են։ Ու մեր վրա, եթե դա աշխատում է, նշանակում է կարելի է նաև դա անել։ Եվ այսպես, ով հայ ժողովուրդ, այսօր դու ես պահում, ասում են դարպասը, որը բաժանում է ներին ու հին աշխարհը, այսինքն օրիգինալը ներից, այսինքն դու առաջի գծում ես հայ ժողովուրդ։ Եթե քեզ հաղթեն, մնացածի հարցերը հեշտ է լինելու լուծել, որովհետև քեզ հաղթել նշանակում է մի մեծ ծառ ինքնության ալմատախիլ անել։ Հասկանու՞մ։ Սա այսօր լուրջ դրված խնդիր է ու դա իրականացնում են այս մանր-մունր ճիվառների ձեռքով։ Առայժմ բավականին հաջող, բայց միևնույն ժամանակ պետք է ես նաև դա էլ ասեմ, որ սա բերում է նաև հակառակ էֆեկտի, սա բերում է դիմադրողականության բարձրացմանը, սա բերում է հակազդեցության, տեսնում եք, չէ՞ արդեն Սփյուռքի ձայնը։
լսում ենք, չէ, տեսնում ենք, չէ, Հայաստանում երիտասարդներ ինչքան գրագետ ու քաղաքականացված են, այսինքն ես ասում քաղաքականացված, ինչքան հանձային ակտիվ են ու գրագետ, ես նրանց ասենք ես իրենց որ տեսնում տալացում եմ եւ դուք էլ եք տեսնում, ցանկացած հարված ունենում է նաեւ հակազդեցություն ու ես վստահ եմ մեր դիմադրողականության վրա։ Օրինակի համար ես արդեն այսքանի օր ցույց եմ տալի դա։ Եվ այսպես ուղղակի պետք է ճանաչել մեր ճշնամիներին ու չվհատել եւ հասկանալ մեզանից ինչ են ուզում, որովհետեւ հենց հասկացանք մեզանից ինչ են ուզում ու մենք ինչ պիտի չանենք, իրանք կորցնում են մեր վրա ազդեցության բոլոր լծակները։ Դրա համար մենք պետք է ճանաչենք առաջին ինքներս մեզ, թշնամուն եւ հասկանանք ինչ են ուզում իրենք մեզանից։ Եվ այդ բոլոր հարցերը ավելի հեշտ կլուծվեն մեր համար։ Այսօր այդ պատերազմը ղեկավարվում է սա ձեռքով։ Նայեք, սա 3 միլիոն H փաստաթուղթ տարածված նկարներից է։ Հիշում եք ես 3 ցանց ցույց տվեցի անկողնում մեջ։ Սա այսօր այս պատերազմի ղեկավարը ինքն է։ Ես ասում եմ Նիկոլն է, ամերիկյան։ Մարդիկ նեղվում են։ Սա այսօրվա այս քաոսի պատերազմին, որ փորձում է ստեղծել աշխարհում, ի՞նչն է նշանակում քաոսի պատերազմ։ Բոլոր օրինական ինստիտուտների վերացում։ Մարկ, միջազգային դատարան, օրենք, սա ների ձեռքի գործիք է սա։ Ոչ թե ինքը այդքան խելոք է, որ ինքը կարող անի։ Չէ, գործիքն է ամենը։ Եվ մեկ այլ ների գործիքից կախված կներեք իհարկե։ Բայց ես ասում հակազդեցություն անպայման լինելու է։ Քանզեմ երիտասարդ, որը մեծացել է, զարգացել է, սովորել է լրիվ սիոնիստական ընտանիքում, սիոնիստական միջավայրում, դասիրակվել է լրիվ սիոնիստական գաղափարախոսությամբ, բայց մեկ տարվա մեջ դարձել է հակասիոնիստ, հերթական ընկերը, ու իրենք հազարավորներ են, եթե ոչ տասնյակ հազարավորներ են։ Սա հրյաների մեջ, բայց ինչքան կան սովորական մարդկանց մեջ։ Այսինքն այս ամեն ինչը կատարվում է աշխարհի դեմ, մեր դեմ, սա բերում է նաև հակազդեցություն։ Եվ Նիկոլա նմանները պետք է շատ լավ իմանան։ Եվ Թրամփն էլ ասա տեսնում, դրա համար էլ վայնասունը բարձրացել, ասում ամեն գնով պետք է խլենք իշխանությունը, պահենք իշխանությունը 27 թվականի, 26 թվականի նոյեմբերին։ Հակառակ դեպքում սրանք մեզ impeachment կանեն իրեն եւ բոլորիդ կդատեն։ Ինքը ճիշտ է ասում։ Ինքը ճիշտ ասում, ինքը ճիշտ ազգում որ այն ժամանակը վերջացել է։ Վերջացել է նաև Նիկոլների ժամանակը։ Դուք հասկանաք, որ սրանք նույն թելի տարբեր կետեր են։ Նույն թելի, նույն գաղափարախոսության, ապազգային, այլասերված չմարդ են էլի սրանք։ Ու սրանց նպատակը ոչ թե օրինականության հաստատումն է, ազգերի բարգավաճումը, ժողովրդի լավապրը, չէ։ Ամեն գնով իշխանության մնալը եւ հարստանալը։ Էփշտեյնի ֆայլերից բարձր դառնում, որ այս ամբողջ ընթացքում լուրջ հիմքերով հենց իրենց KGB-ի կալպակի տակ ա եղել, վերահսկողության տակ ա եղել, Դոնալդ Թրամփը այս ամեն ինչը իր մասին իմացել է։ Ու դա եղել է Չուրկինի ձեռքով։ Չուրկինն է նույնով եղել։ Էսա ինքն այլ կուրատորը, ասենց ասեմ։ Չուրկինը Ռուսաստանի ներկայացուցիչն է մահու։ Սա Էփշտեյնի ֆայլերի մեջի ինֆորմացիա է։ Այս ֆայլերի մեջ 1000 անգամ շեշտվում է Պուտինի անունը։ 1000 Թրամփինը 3000 էր, Պուտինին 1000։ Ես edek չէ խոսում ենք, որ ասում եք բարձր, այս էլիտաները, այս էլիտա կոչվածը, եւ նույնիսկ իրար դեմ պատերազմում են, անհամաձայն են, սա արտաքին ֆոնն է։ Մարդկանց ուղղակի sense պինգ-պոնգի նման այս կողմից այնքան խփելու, տշելու համար կոպիտ ասածը։ Իրականում իրանք միասին նույն գործն են անում։ Միևնույն ժամանակ իրար վրա կոմպրոմատներ հավաքելով,
իրար պոստերից սկսելով եւ այլն սեփական իշխանությունները պայելով, բայց միևնույն ժամանակ բոլորը նույն կլուբի անդամ են։ Եվ այսպես խնդրեմ Պուտինին։ Իսկ ամենալավ ձևը ինչն է, պատասխանատվությունից խուսափել, հիշեք, պատերազմը, այն ինչ որ անում է Նետանյահուն, Ալիևը, Պուտինը, հիմա էլ Դոնալդ Թրամփն անում եւ հայտարարում է արտակարգ դրություն Ամերիկայի Միացյալ Նահանգներում։ Գիտեք ինչի՞, Կուբան է սպառում հիմա էլ։ Այս ամբողջ աղմուկի մեջ 3.5 միլիոն արդեն H դոկումենտ է դուրս եկել, փաստաթուղթ 3 միլիոնը անցած շաբաթ էր, դա 500,000 դայից առաջ 3.5 միլիոն ու բոլոր տեղերում ինքը կա, բոլոր պոզաներով, բոլոր ինքը այսօր խոսում է, որ Կուբան պատրաստում է հարձակման Ամերիկայի Միացյալ Նահանգների վրա։ Ինչով Նիկոլ չի։ Լսենք։ Թրամփը Միացյալ Նահանգներում արտակարգ դրություն է հայտարարել Կուբայի սպառնալիքների պատճառով։ Սպիտակ տունը հրապարակել է հրամանագիր, ըստ որի որոշումը կայացվել է երկրի ազգային անվտանգությանը սպառնացող ռիսկերը կանխելու նպատակով։ Վենեսուելայի նախագահ Նիկոլաս Մադուրոյի ձերբակալությունը ամերիկյան ուժերի կողմից զայրույթ էր առաջացրել Կուբայում։ Կուբայի նախագահ Միգել Դիազ-Կանելը հայտարարել էր, որ իրենք չեն պատրաստվում ենթարկվել ԱՄՆ-ին եւ պատրաստ են անգամ պատերազմի։ Այս հայտարարությունից հետո երկրում պատերազմական դրություն էր հայտարարվել ընդդեմ Միացյալ Նահանգների։ Բայց իրականում դրությունը հայտարարվել է ընդդեմ պատերազմի Ամերիկայի Միացյալ Նահանգների, որտեղ վտանգավոր Ամերիկան է գալու Կուբա։ Իսկ Թրամփը ներկայացնում է, որ Կուբան է հարձակվելու Ամերիկայի Միացյալ Նահանգների վրա։ Գիտեք ինչի՞։ Տենց է, մեկը գլխով բառաբան է խփում, երբ որ ասելիք չկա, երբ որ թեմաները խայտառակ այնքան շատ են, որ մարդկանց զբաղեցնել է պետք, մեկը պատերազմ է հայտարարում։ Նույնիսկ եթե հարձակվողը ինքն է, ինքը հայտարարում է, որ իր վրա հարձակվելու է։ Ինչով Նիկոլ չի։ Այն տարբերությամբ, որ ասենք ինքը բառաբան չի խփում։ Միևնույն ժամանակ ամերիկյան ռազմանավերի թիվը Մերձավոր Արևելքում հասել է 12-ի, սա աննախադեպ է թվային իմաստով։ Բոլոր կարևորագույն նավերը, ռազմանավերը, որոնք զինված են ատոմային ռազմագլխիկներով, տամագավկեքով, ամեն ինչով հիմա Մերձավոր Արևելքում են։ Ես ասեմ, որ այս ամեն ինչի արդյունքում հավանականությունը, որ պատերազմը կսկսի Իրանում, շատ ավելի մեծանում է, որովհետև ամերիկյան հասարակությունը ուրիշ բանի մասին է խոսում։ Խոսում է այդ խայտարակությունից, որ իր ամբողջ էլիտան, իր ամբողջ ղեկավարությունը հանցագործ է, բայց դեռ ձերբակալված չի, որովհետև ձերբակալողներն են հանցագործ։ Այսինքն լրիվ Հայաստան վիճակ է։ Հասարակությունը գիտի, որ Կլինտոնից մինչև Օբամա, մինչև Թրամփ, սրանք այս հանցագործ շղթայի մեջ են, եւ այսօրվա բոլոր ղեկավարները ու ազատության մեջ են։ Եվ ինչ անել, որպեսզի թեման չզարգանա, պատերազմ։ Ում դեմ է պետք պատերազմ։ Կուբայի, Վենեսուելայի, Գրենլանդիայի մասին խոսքը փակեց, գիտեք ինչի։ Էլ խոսք չկա, որովհետև ՆԱՏՕ-ն, այնտեղ Նորվեգիան, Ֆրանսիան, Գերմանիան, Բրիտանիան իրանց զորքերն են ուղարկել Գրենլանդիա։ Փակվեց թեման։ Հիմա նոր թեմա՝ Իրան, Կուբա։ Եվ հարձակվելու է։ Հարձակվելու է եւ պատերազմը ցավոք գալու է կանգնի մեր դրան։ Բայց սանից ետ կա։ Սա նշանակում է վերջակետ։ Վերջակետ։ Դաժան վերջակետ, արյունոտ վերջակետ, բայց վերջակետ։ Թրամփի եւ թրամփիզմի վրա, որը նույն Հայաստանում է։ Ոչ նույն բանը Հայաստանում է։ Եթե փոխվեց աշխարհակարգը, վերադարձավ հնին, որտեղ ստատուս քվո կար, որտեղ միջազգային օրենք էր աշխատում, այդ ստատուս քվոյի պայմաններում Նիկոլ Փաշինյանը չի կարող կաթողիկոս դատի, կոպիտ եմ ասում, չի կարող ամեն ինչ ուզել, ինչ ուզենա մտքով խոսի նույնիսկ, ոչ թե անի։ Այսօր այս այլանդակությունը ինչ որ իրեն թույլ է տալի, դա թույլ է տալիս ազատ մի բանի արդյունքում, որովհետև աշխարհում է այլանդակություն։
Եվ ինքը շփվում է եւ ինքը գրանցվել է այդ այլանդակների կլուբում, գիտեք, չէ՞, Տրամպի կլուբի անդամ է։ Ասեցին արի, որ պոանտեր 1 միլիարդ պետք չի որ տաս, գլխականակ որպես արի կանի այդ 21 երկրների կողքին եղի 22-ը։ Սա է իր իշխանության երաշխավորը։ Իսկ եթե պատերազմ եղավ հանկարծ ու այս վիճակը փոխելու ոչ թե վիճակը փոխելու, օրակարգը փոխելու միակ ձևը պատերազմն է։ Եվ ինչքան աճում է Էփշտեյնի թեմաներով այս այլանդակության բացահայտումները, այնքան պատերազմի հավանականությունը մեծանում է։ 12 ռազմանավոր արդեն ընդեղ է։ Դե Իրանն էլ Իրան չի կորցնում, երկու դրոն ա ուղարկել սրանց նկարելու, մեկին խփել են, բայց մեկը գնացել գործը հետ արել եկել է։ Լրիվ Իրան ինչ-որ ինֆորմացիա պետք է նկարել եկել է։ Այդ մասին հաղորդում է Իրանի հետախուզությունը, բայց որ այո երկու հատ ուղարկել եք, մեկը խփվել է, բայց մեկը իր ծառայությունը պարտականությունները կատարել ու վերադարձել է։ Պատկերացնում եք Իրանի շախետները, իրանական շախետները գնացել են, մեկը հետ է եկել։ Ես չգիտեմ ամերիկյան այս հակաօդային պաշտպանությունները կամ վատ թե իրանական շախերներն են հասել այդ աստիճանի։ Դժվար է բացատրել։ Վերադառնանք մեզ։ Բաղդադ Սրբազանը կալանավայրից դիմումներ է հղել Ջեյ Դի Վենսին եւ միջազգային կրոնական ազատության գագաթնաժողովին, որովհետեւ միջազգային կրոնական գագաթնաժողովը իր հերթին հայտարարություն է տարածել։ Տեսնենք ինչի մասին է խոսքը։ Այսօր Երևանում կայացած ասուլիսի ընթացքում Christian Solidarity International կազմակերպության նախագահ Ջոն Էյնբերը հայտարարել է, որ ապօրինաբար կալանավորված Բաղդադ Սրբազանը Երևան կենտրոն կատալողական հիմնարկից նամակներ է գրել ԱՄՆ-ի փոխնախագահ Ջեյ Դի Վենսին եւ միջազգային կրոնական ազատության գագաթնաժողովին։ Բաղդադ arczepiskopos Գալստանյանը ԱՄՆ նախագահային կոչ է անում միջամտել Հայաստանում հայ առաքելական եկեղեցու շուրջ ստեղծված իրադարձությունների։ Ինչի է կոչ անում, որովհետեւ այդ լոզունգով է Թրամփը եկել։ Այդ լոզունգով է Թրամփը եկել իշխանության։ Եվ այդ լոզունգի ամենամեծ քարոզիչը նաև Ջեյ Դի Վենսն է, որը գալիս է Հայաստան։ Հաջորդ շաբաթ ակնկալվում է ԱՄՆ փոխնախագահ Ջեյ Դի Վենսի այցը Հայաստան, եթե իհարկե միջև այդ պատերազմ չսկսի Թրամփը Իրանի դեմ։ Իր ուղերձներում Բաղդադ arczepiskopos Գալստանյանը հայտարարել է, որ իր կալանավորումը քաղաքական բնույթ ունի եւ պայմանավորված է հայ առաքելական եկեղեցու անկախ դիրքորոշմամբ։ Նա ԱՄՆ-ի փոխնախագահային կոչ է անում միջամտել նպաստելու Հայաստանում եւ Ադրբեջանում պահվող քաղաքական բանտարկյալների ազատմանը։ Սա մենակ իր մասին չի լինում, նաեւ Ադրբեջանի։ Դադարեցնելու հայ առաքելական եկեղեցու նկատմամբ հետապնդումները եւ ապահովելու Մայրաթող Սուրբ Էջմիածնի ներգրավումը հայ-ադրբեջանական խաղաղության գործընթացում, այսի հոյակապ էր։ Պատկերացնում եք Մայրաթող Սուրբ Էջմիածինը ներգրաված լինի հայ-ադրբեջանական այս խաղաղության գործընթացում։ Ուզում եք Նիկոլի ֆաքս տանա, հա? Ինչ բան եք ասում։ Մյուս կողմից ուզում եմ լսեք այդ կազմակերպության ներկայացուցիչ հորդորները։ It's a Christian human rights organization that campaigns on behalf of persecuted Christians, other victims of oppression, and for human dignity. Քրիստոնեական կազմակերպություն է մեծ կազմակերպությունը եւ արշավների կազմակերպում շահերի պաշտպանությունը իրականացնում հալածված քրիստոնյաների, ինչպես նաեւ մարդկային արժանապատվությունից զրկված այլ զոհերի համար. A bit louder, please. A bit louder. Thank okay. you. That's much better. And I would also like to start by thanking the co-sponsors, the Armenian Organization for Political Rights, our distinguished moderator, Lika Tumanian, and then our outstanding translator, Grace Badakian. Thank you very much for your support and help with this event.
Թույլ տվեք սկսել նախ եւ առաջ շնորհակալություն հայտնելով մեր համահովանավորողներին, համակազմակերպիչներին, դրանք են այսօր մեզ հետ է ACPR-ի ղեկավարները, այսինքն executed in 1937 by the Soviet authorities. նույն բանտում էր, նույն բանտախցումները, որտեղ հենց Իրանունը գրող arczepiskopos Bagrat Vartazaryan-ը, այնտեղ Vartazaryan was the last name? Vartazaryan, arczepiskopos Vartazaryan-ը սպանվել է հենց այդ բանտում 1937 թվականին խորհրդային ուժերի կողմից։ But we are pleased to find him in good health and remarkably good spirits and well looked after. He has no complaints about how he is treated in prison. Մենք շատ ուրախ ենք նրան տեսնելու քաջ առողջությամբ, տրամադրությունը բարձր, նա չի դժգոհում իր պայմաններից, նրան լավ հոգ են տանում։ Մի խոսքով, կարևորը թեմայի ակտում պահելն է, ինչպես նաև հայդատի հայտարարությունների, նախաձեռնությունների, մենք շատ լավ հասկանում ենք, չէ՞, մի կողմից, որ այսօրվա Թրամփի իշխանությունը այն ինչ որ իրենից պահանջում են հայդատի ներկայացուցիչներ բանաձևերով դժվար թե ամբողջությամբ իրականացնի, բայց դա չի կարևորը, կարևորը ճնշումն է, կարևորը թեմայի միշտ վառ արթուն պահելն է, սա նույնպես, որ Փաշինյան Նիկոլը ինչքան էլ ինքը արդեն սենց այդ յուղի մեղրի մեջ լողանում է, որ բոլորի հարցը լուծել է, բոլոր։ Անդե Թրամփն ասել է դու պրոբլեմ չունես, եթե պրոբլեմ լինի զանգի, դե բոլորը պայմանավորվել է, կարևորը եւ Ալիևի սրտով է, եւ Էրդողանի սրտով է, եւ Թրամփի սրտով է, եւ Պուտինի սրտով է, իրան ոչ մի բան չի սպառնում, իր կարծիքով, բայց այս թեմայի ակտում պահելը խելոք մարդուն, ոչ Փաշինյան Նիկոլին, հուշում է մի բան, դեսի հենց մի բան փոխվեց, թեման կա օդի մեջ է, ոչինչ չի մոռացվել, ոչինչ չի մոռացել, եւ գալու է պատասխանատվության ժամ, այս ամեն ինչում դա է կարևոր, ոչ թե ես մտածում եմ հիմա այս հանձնաժողովի նախագահան, դասել մի բան ասեց, դա մեզ օգնելու է, փրկելու է, ոչ, ուղղակի որ հանգարց չմտածեմ, որ վերջ ամեն ինչ անցած է, ինչ արել եք, լավ ենք արել, ինչ արել եք, դուք կարողացել եք զորովայությամբ, ուժի զորով, հակաօրինական արել եք, բայց չի նշանակում, որ դա վերջն է, վերջը բալի լինի, ինչպես ասում են, իսկ հիմա այս տեսանյութն դեք։ 2022 թվականի սեպտեմբերի 13-14-ին ադրբեջանական ուժերը Վայոց ձորում օկուպացրել են 65 քառակուսի կիլոմետր տարածք։ Օկուպացիան հաշվարկել ենք հետևյալ մեթոդաբանությամբ։ Տեղորոշել ենք հակառակորդի առաջապահ դիրքերը մեր սուվերեն տարածքում, դրանք ուղիղ գծով միացրել ենք իրար, ապա այդ գիծը միացրել են Google Maps-ի ցուցադրած հայ-ադրբեջանական սահմանին։ Այս դեղին հատվածը օկուպացված գոտին է։ Ադրբեջանական դիրքերը նշել են կապույտ, հայկականները կարմիր։ Այս մանուշակագույն կետերն էլ այն սարերն ու գագաթներն են, որոնք գրավել է հակառակորդը։ Սրանք ռազմավարական նշանակության բարձունքներ են, որոնք չի գրավել, տվել են հակառակորդին։ Ռազմավարական բարձունքներ են, տվել են թշնամուն, հակառակորդին չէ։ Այդ Ազատ Արշակյանի համար չի կարելի ասել թշնամի, ասում եմ, ու չէ լամա չի ասում, այդ Հալեվանի չի կարելի ասել թշնամի, հակառակորդին չէ։ Ռազմավարական բարձունքները տվել են թշնամուն, Հայաստանի սուվերեն տարածքից։ ադրբեջանցիներին թույլ են տալիս վերահսկել ավելի ցածր բնագծերում գտնվող հայկական դիրքերն ու բնակավայրերը։ Մուգ կարմիրով նշված կետերը այն գագաթներն են, որոնք հայկական վերահսկողության տակ են։ Ընդգծենք, 65 քառակուսի կիլոմետրը միայն այն տարածքն է, որը գրավել են ադրբեջանցիները։ Իրականում Հայաստանը կորցրել է նաև մեր տարածքում ձևավորված Չեզոք գոտին, միջդիրքային տարածքը, քանի որ այդ հողերը օգտագործելու որևէ հնարավորություն չկա։ Եկեք հասկանանք, թե որքան է 65 քառակուսի կիլոմետրը։ Այս թիվը հավասար է 100 հատ Երևանյան լճի մակերեսի։ Ահա այսքան է Նիկոլ Փաշինյանի իշխանության օրոք կորցրել Հայաստանը միայն Վայոց ձորի մարզում։ 2022 թվականի սեպտեմբերի 16-ին Հայաստանի զինված ուժերի գլխավոր շտաբի պետ Էդվարդ Ասրյանը մեր երկրում հավատարմագրված դեսպաներին ջերմուկում ներկայացնում էր իրավիճակը։ Եթե մենք գտնվում ենք այստեղ, ապա դա այն ուղղությունն է, որտեղ հակառակորդը իր հարձակողական գործողությունների արդյունքում ունեցել է որոշակի հաջողություններ եւ մխրճվել Հայաստանի Հանրապետության ինքնիշխան տարածք
8.5 կիլոմետր լայնությամբ ճակատով մինչև 7.5 կիլոմետր խորությամբ։ Խորության հաշվարկը կախված է նրանից, թե ինչ կետերի միջև ենք չափում հեռավորությունը։ Այսինքն թվերը կարող են տարբեր լինել, բայց ճակատի լայնությունը շատ ավելին է, քան նշել։ Հիշում եք, չէ՞ ինչ էր ասում, Ռաստովին ինչի չեք ազատագրել։ Վերաբերողին ասեց, դու մեզ ազատագրենք, զենքը վերցրա, հետը սարի։ Հիշում եք։ Գլխավոր շտաբի պետը։ Մեր հաշվարկը ցույց է տալիս, որ ջերմուկի ուղղությամբ ճակատի լայնությունը ոչ թե 8, այլ ավելի քան 14 կիլոմետր է։ Ներկայությամբ Ադրբեջանի Հանրապետության զինված ուժերի ստորաբաժանման խմբերը գտնվում են Ջերմուկ քաղաքի մատույցներից 4.5 կիլոմետր հեռավորության վրա։ Այս առումով գլխավոր շտաբի պետը չի սխալվել։ Ադրբեջանական ամենամոտ դիրքը Ջերմուկի բնակելի հատվածից 4.5 կիլոմետր հեռավորության վրա է։ Օկուպացիոն ուժերը ոչ միայն մի քանի կիլոմետր խորացել են Հայաստանի Հանրապետության սուվերեն տարածքում, այլև գրավել են ռազմավարական նշանակության բարձունքներ։ Հյուսիսից հարավ ադրբեջանցիները գրավել են Ջերմաջուրի Բլուր, Սարցալի, Դրանակ, Արջիսար եւ Կարմրակատար գագաթները, որոնց բարձրությունը 2600-ից 3400 մետր է։ Ադրբեջանցիների վերահսկողության տակ է անցել նաեւ Արփայի վտակ Կենգերի գետի կիրճը։ 2022 թվականի սեպտեմբերի 16-ին դեսպանների հետ հանդիպումից հետո գլխավոր շտաբի պետ Ասրյանը լրագրողների առաջ հավակնոտ հայտարարություն արեց։ Մխրճումը ոչ թե ամբողջ ճակատով հակառակորդի կողմից հասել են Ջերմուկի մատույցներ, այլ միայն մեկ խումբ, որը կտրված իր ստորաբաժանումներից գտնվում է այդ բլրի գագաթի վրա։ Եվ կենսունակության տեսակետից, եթե հակառակորդի այդ խմբի սնուցում չլինի, թե սննդով, թե ջրով, հատուկ պատրաստված ստորաբաժանում լինի, ապա մի քանի օրվա ընթացքում նրանց ռեսուրսները լրիվությամբ կսպառվեն եւ ստիպված կլինեն այդտեղից դուրս գալու։ Նաեւ բրիֆինգի ժամանակ ներկայացրեցի, որ խումբը կողքերից շրջափակված է մեր ստորաբաժանումների կողմից։ Այսինքն մարտավարական իրադրությունը գնահատում եմ կայուն եւ Առաջին գնեմ ասեմ, էլի։ Եթե միջև այսօր չեն գնացել եւ սնուցում չկա, որովհետեւ հայերն են վերահսկում, ես կարող եմ ենթադրել, որ հայերն են սնում ադրբեջանցիներին, որ ադրբեջանցիները չեն գնացել։ Կարող եմ ենթադրել։ Բայց հաստատո չեն գնացել, չէ՞։ Այդ հմուտ գործողությունների արդյունքում այդ խումբը այդտեղից կհեռանա։ Չենք թույլատրի, որպեսզի ապահովի նրանց կենսունակությունը, մեքենաների շարժ դեպի մեր տարածք չեն լինի, ներկայդրությամբ չկան, իրենք Ստումա, միջև մանդեղ են, 4 տարի անցել, 4 տարի, նշանակում է թույլ են տալի, կամ իրանք են սնում, չէ՞։ են կարողանում բերեն իրենց սնունդը եւ ջուրը ապահովեն եւ կենսունակությունը կորցրելով խումբը հետ կքաշվի, կմիանա իրենց հիմնական ստորաբաժանումներին, որոնք Ջերմուկի մատույցներից գտնվում են առավել մեծ խորությունների 7, 8, 10, նույնիսկ սահմանի վրա, հեռավորությունների վրա։ Ջերմուկի մատույցներից ամենամոտ 4.5 կիլոմետր հեռավորության վրա գտնվում է Արջիսար բարձունքի վրա տեղակայված ադրբեջանական այս դիրքը։ Բայց դժվար է ասել, թե արդյոք Էդվարդ Ասրյանը նկատի ունեցել հենց դա։ Ամեն դեպքում կարող եք տեսնել, որ Ջերմուկին առավելագույնս մոտեցած դիրքը ամենևին էլ կողքերից շրջափակված չէ հայկական ստորաբաժանումներով։ Եվ ընդհանրապես, Ջերմուկի ուղղությամբ ադրբեջանական որևէ դիրք շրջափակման մեջ չէ։ Սեպտեմբերյան հայտարարությունից 1.5 ամիս անց գլխավոր շտաբի պետը լրագրողներին հայտնեց. Դիրքային համապատասխան փոխհրատությունների արդյունքում հակառակորդի մխրճված ստորաբաժանումները իրենք հետ են քաշվել, նաև կրել են կորուստներ։ Քիչ անց նա խոստովանեց, ադրբեջանցիները մնում են Ջերմուկից 4.5 կիլոմետր հեռավորության վրա։ Այդ 4.5 կիլոմետրը նշվում է հենց Ջերմուկի հյուսիս արևելյան վերջնամասից 4.5 հեռավորության վրա։ Եթե Ջերմուկի կենտրոնից եք դա հաշվում, ապա ինքը մոտ 5.5-6 կիլոմետր հեռավորություն։ Իսկ ադրբեջանցիների ներխուժումից 2 տարի անց Էդվարդ Ասրյանն արդեն հրաժարվում էր պարզաբանել, թե ինչպես հակառակորդը մնաց իր տեղում։ Այն սոված ադրբեջանցիները գնացին, որ դուք ասում եք, որ պետք է սոված առաջարկում են ինձ այլևս չտալ։ Ինչու՞։ Մնացել են մեր տարածքում ախր։ Ասեմ ինչու, որովհետև դա ռազմավարական օպերատիվ նշանակության հարց է եւ ես պուբլիկայի դիմաց դա չեմ պատասխանում։ Բայց այդ օպերատիվ պլանը դուք եք բացահայտել, ներողություն, դուք եք ասել, որ կմնան շրջափակման մեջ հաց ու ջրից կկտրվեն, կսովածանան, հետ կգնան։ Հիմա չեն սովածան։ Դա եղել է 2022 թվականին, հիմա 2024 թվականն է։ Ու դեռ ընդդեմ են։ Այո։ Ամփոփենք, 2021-2022 թվականներին
Ադրբեջանը Գեղարքունիքի մարզում օկուպացրել է Հայաստանի Հանրապետության սուվերեն տարածքի 65 քառակուսի կիլոմետր տարածք։ Նույնքան էլ հակառակորդը զավթել է Վայոց ձորից 2022 թվականի սեպտեմբերին։ Ստացվում է 130 քառակուսի կիլոմետր օկուպացիա։ Բայց զինված ուժերի գլխավոր շտաբի պետը 2022 թվականի հոկտեմբերին հայտարարում էր, որ 130 քառակուսի կիլոմետրը 44-րդ պատերազմից հետո Հայաստանի Հանրապետության կորցրած ամբողջ տարածքն է։ 130 կիլոմետր քառակուսու սահմաններում Մի խոսքով։ Եմուսանք հանցագործեն սայրից սայր միջև ուղնուցուցը ապացուցելու կարիք չկա, չէ, երևի հայի համար, նորմալ մարդկանց համար։ Ես պրոպագանդոնների մասին բան չեմ ասում։ Ու այս ֆոնին 130 քառակուսի կիլոմետր կորսած տարածքի տերը, ու վարչապետը ասած ասեմ, այս օրերին Դուբայում է ագրեսոր Ալիևի հետ մրցանակ ստանալու համար։ Երևում է սա դեմքից, որ ինքը մի բանակի գլխավոր շտաբի պետն է, որը կորուստներ է ունեցել տարածքային, ռազմավարական, երևում է դեմքից, չէ։ Սանձամբար դա կորուստ չի։ Սանձամբար կորուստը գիտեք որը կլներ։ Պաշտոնի կորուստը, աշխատավարձի կորուստը, հարանի կորուստը, երկրի կորուստը բացարձակապես չի հետաքրքրում իրաց, որովհետև դիմացը նույնիսկ դեռ բոնուսներ է ստանում։ Վաճառել երկիր, ստացիր բոնուսները։ Հիմա հայկական բանակում սրա հետ ծառայող չկա, իհարկե կա։ Սրան բարև տվող չկա, իհարկե կա։ Սրա հրամանները կատարող չկա, իհարկե կա։ Բա դուք ինչ հայ։ Բա դուք ինչ մարդ, բա դուք ինչ հայ, բա դուք ինչ զինվորական։ Եթե դուք կատարում եք Ալիևի հրամանները, դուք ինչ հայ։ Եվ կրկին գցեմ սրանց տրամադրությունները։ Արցախի էջը փակված չէ։ Ինչի մասին է խոսքը։ Մեր գործողությունների նպատակն է հարցը վերստին վերադարձնել միջազգային ուշադրության կենտրոն։ Կրկին։ Ինչու է դա կարևոր։ Հայաստանը պնդում է, որ Լեռնային Ղարաբաղի հարցը փակված է։ Մենք իրականությունը այլ կերպ ենք տեսնում, քանի դեռ տեղահանվածները չեն կարող տուն վերադառնալ, հարցը չի կարող փակված լինել։ Տեղահանվածների վերադարձը պետք է լինի կայուն խաղաղության անբաժանելի մաս։ Ով ասողը Էրիխ Բոնտովեց, Շվեյցարիայի ազգային խորհրդի անդամ։ Դե դուք ձեր օրակարգը տարեք, մենք մեր օրակարգը կտանենք եւ տեսնենք որն է վերջում հաղթում։ Ես միշտ ասել եմ, որտեղ որ բարակա թող ընտրել կտրվի։ Իսկ այսօր ես տեսնում եմ որտեղ է բարակում։ Որտեղ է ակտիվությունն ավելանում, որտեղ է բարակում։ Շարունակեք ձեր հանցագործությունները, ձեր մեդալ ստանալները, պարգևատրոններ ստանալները Դուբայում, Հայաստանում, շարունակեք։ Մենք էլ կանենք այն ինչ որ մենք ենք կարողանում անել։ Վերջում ով ուժեղ գտնվի, դա էլ կհաղթի։ Ու արդար է ժողովուրդ ջան։ Արդար։ Հիմա մենք թշնամի ունենք։ Մի քանի։ Ու ամենախայտարակ թշնամին դա ներքին թշնամին է։ Եթե մենք ունակ չենք հաղթելու ներքին թշնամուն, պետք չի նեղանալ արտաքին թշնամուց։ Սա պարզ պատերազմ է։ Ես այս պատերազմի կանոնները ընդունել եմ, ես այս պատերազմը ընդունել եմ անձնական մակարդակի վրա, սա նաև իմ պատերազմն է, եւ որքան շատ լինեն կռվողներ այս համակարգի դեմ, այնքան արդյունքը մեծ կլինի։ Ես ձեզ ներկայացնում եմ այն օջախները, որոնք ակտիվանում են, որոնք գործողություններ են անում, որ մենք հասկանանք, որ մենք մենակ չենք եւ շանսեր կա սրանց իրենց արժանի տեղն ուղարկելու համար։ Կամ իրենք մեզ կուղարկեն։ Ատոմակայանը ապրիլից մեծ հավանականությամբ, 5 ամսով դուրս կգա էներգա համակարգից։ Սա ասում է Խուդատյանը։ Խուդատյանը գիտեք ով է, նա պապուշ կար է։ Սա ճանաչում եք ով է։ Սա է որոշում Հայաստանի ատոմակայանը որտեղից որ էներգա համակարգից դուրս կգա, որտեղ ՀՀ-ի համար
տեխնիկական խոչընդոտ չկա միանալու Ադրբեջանի ու մյուս հարևան երկրների էլեկտրահամակարգերին։ Ասել է թե սրանք լսանցնարկել են։ Որոշել է ամենակարևոր ռազմավարական մասը երկրի, որը ռազմավարական անվտանգություն բանակը հանձնեց թե էլեկտրամատակարարումը հանձնեց դրամը նույն բանն է։ Տանը բանալիները տաս գողին թե դռները բաց քնես տարբերությունը ո՞րն է։ Մասնակ նույն բանն են անում։ Մի կողմից բանակը ջարդեցին, մյուս կողմից էներգահամակարգն են տալիս Ադրբեջանին ու մյուս հարևան երկրների էլեկտրահամակարգերին ձեռհետել անջատում են ատոմակայանը։ Սա եղել է Թուրքիայի պահանջը ու սրանք իրականացնում են հերթական թուրքական պահանջը։ Մի հատ էս անասուններին որ տեսնեք միտեղ։ Իրանց ասեք դուք հասկանում եք դուք ինչով պետք է վճարեք սրա համար։ Ձեզ մոտարապես հասանելի է ձեր ուղեղին սա դիմաց ինչ է սպասում ձեզ։ Հա։ Սա ազգային դավաճանություն է։ Սա հոդված կա։ Հոդված կոչվում է դավաճանություն։ Այս վախեցած աչքերը հոիզուր չի, սա հիշացրեք։ Ասա դու ամեն քնելուց առաջ պետք է մտածես, որ օրը գալու է, դու սա պատասխան ես տալու։ Գրավ։ Աշը հանձնաժողովը հավանություն տվեց մեդիա ոլորտում առաջարկվող խոստացումներին։ Ինչ են անում սրանք։ Մի ամիս առաջ ես ամասին սկսեցի խոսալ, որ տեսահոլովակական մեդիայի մասին օրենքում խստացումներ կանեն։ Օրենքն ընդունվելու դեպքում կարգելվեն տեսահոլովակական հաղորդումներում սահմանադրական կարգը բռնի տապալելու, պատերազմ քարոզելու նպատակ հետապնդող տեղեկատվության տարածումը, բռնության եւ դաշնության քարոզ պարունակող տեղեկատվության տարածումը։ Սրանք սահմանադրորեն օրենքով արգելված բաներ են։ Սա ոչ մի բան չկա, բայց ինչն են ավելացրել սրանք։ Սրանք ավելացրել են, կետեր, որ ոնց ուզենան կարող են օգտագործել։ Ցանկացած մեդիայի ցանկացած մեկի ոչ միայն բերանը փակելու, այլ քրեական պատասխանատվության ենթարկելու համար։ Արգելվում է օտարերկրյա տեսահոլովակական ծրագրերում ՀՀ ներքաղաքական կյանքի միջամտության բովանդակության տարածումը։ Այսինքն սրանք Ռուսաստանի վրա են օրինակը բերում, բայց ասենք CNN-ով կամ եվրոպական մի բանով անդրադարձան Հայաստանում իրականացող երևույթներին։ Դա կլինի հանցագործություն եկեղեցու դեմ, թե ընտրարշավ, թե ինչ ուզում լինի, հա։ Սրանք տենում են քննադատություն Հայաստանի կառավարության հանդեպ եւ ըստ օրենքի պետք է արգելվի։ Կամ մարդ կա, լրագրող, ցանկացած քաղաքական գործիչ, որ քննադատում է հանցագործությունները ըստ այս նոր օրենքի, ինքը կարող է դատապարտվի։ Բայց մարդը սանկորն է։ Կարծում եմ, որ սա նախընտրական շրջանի համար լրացուցիչ կարգավորումներ է նախատեսում խստացնելու այլ իրավիճակից ցանկացած խստացում, այս տիպի խստացում իր մեջ ռիսկեր է պարունակում խոսքի ազատության տեսանկյունից, կարծիքների ազատ արտահայտման տեսանկյունից ընդգծել է Մելիքյանը, որը խոսքի ազատության պաշտպանության կոմիտեի նախագահն է։ Ասում է ռիսկեր կա, բայց մյուս կողմից ազատության հետ զրույցում հիշեցրել է ռուսաստանցի ուրիշ Երևանի մամլո ակումբի նախագահն է, մեդիափորձագետ Արտուր Պապյանն է խոսել դրա մասին, որ Սամվել Կարապետյանի գործը տենց էլ չբացահայտեց, այսինքն չբացահայտեց ոնց է, ոչ մեկ Սամվել Կարապետյանի խոսքի մեջ ոչ մի վտանգ, ոչ մի պատերազմի քարոզ, ոչ մի բռնության բան կոչ, ոչ մի բան չկար, բայց դուք վերցեցիք էլի պարտուն փակեցիք ինչեր հիմա։ Հիմա պաստոն այս օրենքը արդեն ավելի լայն ազատություն է տալիս որոշել, որ խոսքի մեջ իրենք են որոշել, որ խոսքի մեջ վտանգ կա, վտանգ լսեցին։ Այսինքն ցանկացած խոսք, որ ասում է այս իշխանություններին, ասենք, ամեն ինչ պետք է անել, որ սրանք չընտրվեն, ամեն ինչ։
Նշանակում է վտանգ կա իշխանությունների համար։ Ես այս օրենքը ընդունել եմ։ Գիտեք ինչ են ընդունել։ Դե կարող են առանց Սերժիկի Ռոբեկի ընդունել այս օրենքները։ Չասեք, հա։ Եթե Սերժիկն ու Ռոբիկը հրաժարված լինեն այդ մանդատներով, սրանք այդ օրենքները ո՞նց էին ընդունել։ Սա եւ մնացածները։ Այդ ժամանոց ասուլիսներ տալու ժամանակ մեկը չկա, մի հատ արդար մարդ, մի հատ արդար լրագրող, որ ասի, «Արա, ինչի՞ պետք է խոսում։ Ինչի՞ պետք է բողոքում Նիկոլ Փաշինյանից»։ Լավ է, չի, դուրս եկեք պարլամենտից։ Մի հատ լրագրող չլինի, այդ հարցը կա։ Չէ։ Կմնան, այս օրենքները կընդունվի, լեգիտիմ, լրիվ, հենա կա, լրիվ պարլամենտը կա, անդիմություններ կա, անդիմության ներկայացուցիչներն նստած են այնտեղ, ոչ մի պրոբլեմ։ Թղթերով, ասած Սերժի, թղթերով ամեն ինչ ճիշտ է։ Բայց չեն մոռանում իրենց ասուլիսների ժամանակ, իրենց հետևորդներին, ուղղակի ապուշի տեղ դնած, ինչ ուզեն ասեն։ Ուղղակի ապուշի, ուրիշ բառ չկա դրանց, այդտեղ համարժեք էլի որ ասես։ Ուզում ես տեսանյութան դեպք։ Տեսանում էլի։ Ես պետք է նստենք, հա, ասենք, նայենք իրար ինչ էր գա, քո կարծիքով։ Գա, ինքս ես եմ երբ կգա։ Ես երբ գա։ Մի խփի։ Ես ասեմ մի խփի։ Դե բան չես։ Շաքարս որ բարձացա դու բարձանա։ Բարձանա։ Պետք է մերնես, շատ։ Ինչ պետք է անես ուրիշ։ Հա, կմեռնե։ Մերնես, մի հոգի քոնման աբեն դուտի պալետնում նախին ուժեմ։ Ախպեր խետ ես բանանում, սաղասել մարդ ենք, ինչի համար եկա։ Սաղասել մարդ ենք ասում։ Չէ, եղբայր։ Սաղ մարդ չեն։ Այս դուքսով տղեկը մարդ չեն։ Չէ, սաղ մարդ չեն։ Սրանց երևի ասել են ապեր։ Ճիշտը։ Պետք է ասեմ բառը, էլի։ Բոզավալի ապրելն է ապեր ճիշտը։ Հա, տենց է։ Այսօր քեզ այդ հնարավորություն տվել են, բոզավալի ապրելու, տենց ապր, ճիշտ է ապր։ Ուղղակի իրան շարունակությունը չեն ասել։ Այդ ամեն ինչի հետևում, արա կարող է տղեկ լինեն, պատասխան ուզեն նախել քեզանից։ Կարող է մեկը գա մի օր ասի, այստեղ։ Ու կարող է այդ մարդը այս բարեկամ էլ չլինի իսկի, այդ քո զոհի։ Ուղղակի։ Okay, որտեղ ժամանակին այդպես բան կար Հայաստանում, Երևանում։ Մարդիկ կային, հեղինակություններ կային, որ արտադրության կողմ էին։ Կանչում ու ակաժները քաշում էին որոշ մարդկանց։ Դժանակին կար, իմը չգիտեմ քա դե չկա։ Բայց դա չի նշանակում որ դա չի լինելու։ Դա չի նշանակում որ դա չի լինելու։ Այս հայտարարակ տեսանյութը տարածվելուց հետո, ասում են սա լիազորությունները կասեցվել է։ Բայց գիտեք ինչ հետաքրքիր է, ինչից են վախենում։ Հետո պաշտոնի բարձրացում չկա։ Դրանից համենայն դեպս անդրադառնում եմ, ցույց եմ տալի, որ դեմքով էլ ճանաչեք։ Ճանաչեք էլ։ Դեմքով ճանաչեք։ Տեսանք վաղը ինչ պաշտոն է տալու, ոնց է պատկերվածելու Փաշինյան Նիկոլը, որովհետև սրանք իրան պետք են վերարտադրելու համար։ Ոնց։ Իրա հույսը սրանք են։ Որովհետև եթե Հայաստանում ամեն մեկ իրարած համար պատասխան տալ, իր խոսքի համար պատասխան տալ, բարոյական մարդ լիներ, ընկածին չխփեր, հա, թույլին չհալածեր, մարդ լիներ էլի։ Մարդ լիներ։ Փաշինյան Նիկոլը ումով էր իշխանություն պահել։ Չէ, բացառապես այս տեսակով է։ Բացառապես։ Ուղղակի ինք խաբար չի, այս տեսակը։ Հələ կյանքում ոչ մեկին հավատարիմ չի եղել փնտիներ։ Այս տեսակի համար մեկը ումա ծառայում իրան հնարավորություն տան թույլին ճնշելու, ընկածին խփվելու, հա, ձեռը թալանելու, ումա պետք ուրանալ։ Ինչ պրոբլեմ կա, անունազգանունը գրեք։ Նեցո Նիկոլ Փաշինյան, պատրաստ է։ Մարիամ Փաշինյանի աշխատավարձը 1 տարի անց աճել է 2,400,000 դրամով։ Աճել է այդքանով։ Պատկերացնում եք ինչքան է դրանից առաջ
որ 4 միլիոն 200,000 ասեցի 2 միլիոն 400,000 4 միլիոնով աճել է դե ինչ լավ բան է ինչ լավ բան է կոռուպցիան տեսնում եք դե ինչ լավ բան է վարչապետ լինելը գիտեք Հայաստանում հիմա ինչքան մարդ է երազում իրանք ոչ թե ասում են սա անարդար է բայց ինչքան մարդ է երազում Փաշինյան Նիկոլի տեղը լինի կամ Փաշինյան Նիկոլի աղջկա տեղը լինի ու վաղվա եթերներում ոչ մեկի բերանից չեք տեսի որ սա հանցագործ է սա կաշառակեր է սա կոռուպցիա սա հանցագործ է սոված մարդկանց մոնի վրա դու քեզ վարչապետ են նշանակել Հայաստանի վարչապետ հա դու քո ընտանիքի բանը չես այդ բյուջեն քո ընտանիքի համար չի քո լացիրակների համար չի քո փնթիների համար չի Հայաստանի բյուջեն դա այ ժողովրդի հաստակած արշաված վաստակած փողն է բայց ինչ գիտեք սա պրոպագանդոները սա մասին խոսալու են իրենք էլ են սրանցից բոլորը ով սա ուղիղ տեքստով չի ասում սա ով է իրացից է չեմ ասում մենակ գովացողները նաև թաքցնողները Հետադարձնենք էլի միջազգային Ֆրանսիայի ազգային ժողովում Ադրբեջանի կողմից Արցախի ղեկավարների ազատ արձակման վերաբերյալ բանաձև կներկայացվի տեսնում եք Շվեյցարիա, Ֆրանսիա, Ամերիկայի Միացյալ Նահանգներ պատրաստ է Փաշինյան Նիկոլ եւ Ալիև գնացեք Դուբայի ձեր մրցանակները ստացեք իսկ գործը ընթացքի մեջ է դուք հույսները չդնեք որ Թրամփը հասցնելու է միջազգային կարգը ավիդի չի կարողանալու այդ պրծաշերտը ինքը աջակցություն չի կարող ունենալ այսօրվա աշխարհում հա այդ պրծակրատիան բանից Դոնալդ Թրամփից մինչև Նիկոլ Փաշինյան ինքը ապագա չունի դուք պատրաստվեք դրանով Ռոդերից հաստատիկ տեղափոխող 25 երկաթուղային վագոն Ադրբեջանի տարածքով հասել է արդեն Հայաստան։ Ճաշել խոստովանեցին, որ դա Ռուսաստանով է գալիս։ Բայց ինչի Ադրբեջանով։ Այդտենց է պետք։ Ադրբեջանին այդտենց է պետք ներկայացնել Նիկոլ Փաշինյանի վրա խնդիրն է դրած։ Ոչ միայն հանձնել Հայաստանը, ոչ միայն ուրանալ Հայաստանը, ոչ միայն ջնջել հայկական հետքերը, այլ մաքրել Ալիևի կեսարությունը, իմիջը, մաքրել։ Լեզվով, սեփական լեզվով։ Ինչ որ Փաշինյան Նիկոլ անում է։ Գրեմի մրցանական բաշխության ժամանակ դերասանը խոսել է Թրամփի եւ Բիլ Քլինտոնի մասին, Էփշենի կղզի մասին, Դոնալդ Թրամփը պայքացել է ու դատի է տալիս, դա դատի է տալիս։ Գիտեք ինչի համար։ Ասում ես այնտեղ չեմ եղել։ Բոլոր տեղերի անունը կա, նկարներում կա, ասում ես այնտեղ չեմ եղել, Բիլ Քլինտոնի հետ էլ չեմ եղել։ Չգիտեմ Բիլը այնտեղ եղել է թե չէ, ես չեմ եղել։ Ես իրան դատի եմ տալու։ Սա գրեմի ժամանակ է, ծաղրվում արդեն։ Գրեմի ժամանակ։ Ամերիկայի Միացյալ Նահանգների մեդիան հայկականից տարբերվում է արագությամբ, հա, ասենք լուրը տարածում արագ եւ մարդի եզրակացություններն ու ռեպորտաժները շատ արագ են անում եւ ամենակարևորը տարածվածությամբ ինչքան կարդացող կա եւ ինչքան սպառող կա այդ մեդիա ես չէի անկեղծ ասած մինչեւ Ամերիկա գալը ես չէի պատկերացնում որ այսքան քաղաքականացված է այս հասարակությունը բավականին քաղաքականացված է ու անընդհատ թալմացվում է իրենց ինֆորմացիան անընդհատ իրանք թալմացնում են իրենց ինֆորմացիան ու սա հույս ունի դատի տա ու դատա հաղթի բոլոր տեղեն իր անունն է բայց ոչինչ կապիկությունները տարա բան չմնաց հա մեկ սա մասին արդեն խոսացինք որ Իրանը հայտարարում է որ երկու հատ գնաց դրոն եւ մյուսը հետ է գալ մեզ ինչ ինֆորմացիա պետք է մենք արդեն ունենք հիմա վերադառնանք Հայաստան Արժանապատիվ բոլոր հայերի անունից եմ այստեղ
Սփյուռքում թե Հայաստանում ապրող բոլորի անունից ենք այստեղ եւ եկել ենք այստեղ Երևի հիշում եք, երեք ես ասացի, որ այսօր արդեն 3 Երևանում տեղի ունենալու Բաղդամյան 26-ի առաջ հավաք չէ։ Հիմա այս հավաքի կարելն է։ Ինչի Բաղդամյան 26, որովհետև է դիակ նախագահը տեղ անցնում։ Որը շնորհակալություն է հայտնում Ադրբեջանի նախագահին։ Տեսել եք այդպես մի բան։ Մի երկրի նախագահ շնորհակալություն հայտնի մի ուրիշ երկրի նախագահ իր զինվորի սպանելու համար։ պահանջելու Վագն Խաչատուրյան ես պահանջում եմ այստեղ այս մարդկանցով վերը նշված ընտանիքներով ու հայերով պահանջում ենք ձեզանից հրապարակային ներողություն խնդրել ձեր շնորհակալության համար եւ ձեզ հրավիրում եմ եռաբլուր մենք հիմա իրենց այստեղ նստածների միջոցով այդ ուղերձը կփոխանցենք իրեն Վագն Խաչատուրյան ձեզ հրավիրում եմ հիմա եռաբլուր առանց դիպուկահարների, առանց շքերթի, առանց դիմակահանդեսի, առանց Փաշինյանի անվտանգության այդ պահպանության ներքո ձեզ հրավիրում եմ հիմա եռաբլուր։ Եկեք տղավարի կանգնեք, նայեք այդ ծնողների աչքերի մեջ։ Չէ, ամենահետաքրքիր բառը տղավարին էր։ Պատկերացնում եք դիակը տղավարի գա կանոնի։ Դիակ, որ ամբողջ իր կենսագրության մեջ մի հատ տղավարի բան չի եղել, քայլ չի եղել։ Մի հատ տղավարի պահվածք չի եղել։ Ամբողջ իր կենսագրության մեջ, ասենց որ նայում ես, Լևոն Տեր-Պետրոսյանի բաններ, չէ՞։ Այն մեծ ձկները, որ լողում են, շնաձկերը, միշտ էս մանը ձկեր են, չէ՞, դες կողքից վազում։ Միշտ կան, չէ՞, ասենց փոցը կորտեժն են։ Վագն Խաչատուրյանը դրանից մեկն է եղել, էլի։ Իր ամբողջ կյանքի մեջ անօրնաշար ինչու ասենց բանը Լևոնի կողքից քաշ է եկել, հիմա Նիկոլ ու մարդիկ սպասում են, որ դիակը տղամարդավարի պետք է գա ինչ-որ մի բան անի։ Սա այս դիակը տղամարդավարի սելֆի է անում մեռած մարդու հետ, մեռած մարդկանց ֆոնի, ընդհանրապես։ Ու ասեք, թե դուք ինչ եք շնորհակալություն հայտնում Ալիևին։ Բայց դա գալ կասի։ Իսկ վերջում դիտեք այս տեսանյութը։ Вот что написал маршал Жуков уже после войны, анализируя военную кампанию. В победе над фашизмом армяне, начиная с рядового и заканчивая маршалом, обессмертили свои имена нетускнеющей славой мужественных воинов. Качари – это старинный армянский танец. Исполняют только мужчины. Танец динамичный, напористый, боевой. Только здесь, на Кавказе, становится понятно, почему армянские воины после взятия Берлина в мае 45-го яростно и радостно танцевали именно качари перед Рейхстагом. Мы покажем вам эти уникальные кадры. Այսինքն բնական կադրերն են։ Ռեյխստագի դիմաց։ Вот они, всего несколько секунд попавшие в объектив военного оператора. Только что стало известно о капитуляции Германии. Все ликуют. Армяне собираются в полукруг и плечом к плечу начинают свой древний танец победы. Դες այս տեսանյութը որպես է Ժուկովն է հիշել սրա մասին, իր մեմուարներում գրել է Բաղդամյանի մասին է շատ մեծ կարծիք ունեցել, դա առանձին մի պատմություն է, առանձին մի պատմություն է։ Ես ես կարել որ տեսա, գիտեք ինչ հիշեցի։ Որ մենք պատմության այն բոլոր ընթացներում, որ թվացել է այլ ելք չկա, մենք ելքը գտել ենք ու մեր Քոչարին պարել ենք։ Էլ ենք պարելու։ Շուշիում ենք պարելու, Կարսում ենք պարելու, Վանա լճի ափին ենք պարելու, պարելու ենք։ Ով ուզում է, հասնում է դրան, ով դա նպատակ է դնում, հասնում է դրան։ Ես վստահ եմ, որ իմ հետ միասին շատերը կան, որ նպատակին թարգում ասեն գոնե դեմ չեն, չեմ ասում, որ կողմ են։ Եկեք դնենք այդ նպատակը ու գնանք դեպի դրան։ Որովհետև կամ մենք նպատակ ենք դնում, հասնում ենք դրան, կամ մենք շարունակում ենք համեստ կյանքով մեր ապրել եւ թուրքերը ասենց շերտ սալամի նման ստանում են ամեն ինչ մեզանից, ինչ որ իրանց պետք է։
Որովհետև երբ որ մարդը համարվում է զիջողական ռեժիմին, իր կոմֆորտը զիջելով, կոմֆորտը պահելով սկսում է զիջել, մի օր արթնանում է, տեսնում է ինքը նույնիսկ քնելու տեղ չունես արևի տակ։ Այսպես բան է համարվողականությունը, զիջողականությունը։ Բայց այն մարդը, որ նպատակ ունի, անընդհատ իր համար տեղ է բացում աշխարհում։ Ինչպես թուրքերը, ինչպես հրեաները։ Հիմա մենք մեր քոչարին պիտի պարենք։ Պարբերաբար պարել ենք ու էլի պարելու ենք։ Ու հաշվի առնելով վերջի իրադարձությունները, եւ լավ, եւ վատ, այս սրացումները, ես ասում եմ, մենք մեր քոչարին պարելու ենք, ով մտածելու բան ունի, թող ինքը գնա մտածի։ Ու ես գիտեմ որտեղ է բարակ, որտեղ է կատարվելու։ Եվ վհատվել չկա, հանձնվել չկա։ Միասին գնում ենք դեպի առաջ։ Այսօրվա համար այսքանը։ Լավ մնացեք։